Այս Գառնանային Անուշ տեսարանով, սիրելիներս, ձեզ ասում եմ բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, աշխարհով մեկ սփռված իմ հայ ժողովուրդ, եղանակ այնքան լավն այնքան ընտիր, վերջապես գարունը մեր լորին էլ հասավ, որովհետև մի տեսակ այս տարի ուշանում էր, ցրտերը շատ էին, մի խոսքով հիմա իսկը Գառնանային տաք ու ջերմորով, տրամադրությունս բարձր, միտքս պայծառ, էլ առավել ևս Ալեքսի տրամադրությունը բարձր, եկեք իրար հետ միասին պատրաստենք այռոգրիլով թող մի համեղություն, այսպես ծիրում ու սովորականի նման մեկ ալարում ես չէ, օրինակի համար այս հավեսավորը դնես ու մի բան պատրաստես, այս օրին մոտ հենց այդ կահնան, քանի որ համպերի Քանի որ սիրելի հետևորդներ ջան, ովքեր նոր են միացել իմ էջին, տեսնում եմ, որ ավելանում ենք, միացրու թող, տեսնում եմ, որ ավելանում ենք, շնորհակալ եմ շատ, բայց էջի ստատիստիկան էլ ցույց է տալիս, որ ինձ ավելի շատ հետև ունեք առանց բաժանորդագրվելու, սիրելի հետևորդներ ջան, դրա համար կխնդրեմ բաժանորդագրվեք, եթե ձեզ դժվար չի։ Ու ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ դրսում պատրաստելը կամ կողքի խոհանոցում պատրաստելը իմ համար մի քիչ անսովոր երևույթ է, դրսում մենակ հավեսով խորոված չէ պատրաստես, թե բանջարեղենային, թե մսային, մսի տեսականի, ինչևէ Ամեն դեպքում կինենք, հայենք, հարմարությունը գտնում ենք, փնտրում ենք, այսօր այռոգրիլով համով բան եմ պատրաստելու, արագ, հեշտ, հարմար, որ ոչ էփել է պահանջում, ոչ թխել։ Ինձ շատ եք նորից հարցնում այռոգրիլի մասին, ես շատ գոհ եմ ու մտածում եմ, որ միկրոալիքայինից էլ օգտակար է ինքը, չգիտեմ, միգուցե սխալվում եմ, բայց այստեղ այնտեղ կարդալով էլ հասկանում եմ, որ սա ավելի օգտակար է, քան միկրոալիքայինը։ Տեսնում եք, շատ ես չեմ էլ օգտագործում, ուղղակի, եթե նորից կգնեի երկտեղանոցը, որ ավելի հարմար է ու ավելի, ես մի տեսակ չգիտեմ, այդպես եմ մտածում, Փառքաստում ես բավականացնում եմ, մինչև 4 հոգու համար նախատեսված է ու շատ գոհ եմ ես իրանից։ Հիմա սիրում եք չէ այն պահը, որ ասում ես ինչ էփեմ, խանութ գնալու հավես չկա, չկա, մեկ էլ ասում եմ, վայ, օրինակի համար սառցախցիկում ես ինչ բանը կա, Ալեքսիս էլ է ուզում երևա, թող երևա։ Այսօր այս կոմարից տեղից երևա։ Ուրեմն, սիրելիներ ջան, այսօր ես էլ եմ սառցախցիկս բացել ու նաև տեսել ինչ կա չկա, ինչ եմ անում, ինչ կարելի է պատրաստել։ Ու Ալեքսան համբեր սպասում է, բեր։ Դեգուստացիոն ենք պատրաստելու, իրան պահում եմ այ հենց սենց մի հատ սպիտակ տոպրակի մեջ ու նոր սենց մի քանի ոչ մի չի փչանում, չի լխկում, ոչ մի բան այլ չի լինում, հաստիկ կային, որ ասում էին հատիկներով պահի, ես այդպես չեմ արել, տեսեք ինքը սենց որական հանիկ, իսկ հատիկներով, Ակում բանան, եթե կհիշեք էդ տար, են կոմից պտտվի բալես, եթե կհիշեք, ես մի անգամ էլ եմ պատրաստել վեգետացորեն, բայց կարակով,
մի տեսակ իմ համար, որ ճիշտն ասեմ, կարակով էլի վիդեոռիլերը մեկ տեսել, այնպես չի, ես մի քանի անգամ արել էի, գիտեի, չէ, համացանցը բաց, բոլորիս առաջ դրած է։ Ոչինչ, այդ իրա թելիկներն է, վնաս չունի։ Այս անգամ ուզում եմ առանց ոչ մի բանի, ոչինչ չեմ ուզում, զուտ, դանդաղ, ահա, միացրում, սպասում, հա, 18 րոպե, 200 աստիճանի տակ դրեցինք, 200 աստիճանի ներքո, մտածում եմ ինքնավոր կա։ Լավ դրեցի։ Հա, լավ։ Դուք ես հենց այլոքրիր ունեցեք, դուք ես հենց Եգիպտացու էլ դրեք ու դուք է վայրեք։ Հիմա սպասենք եփվի, սիրելիներ ջան, ու ինձ թվում է առանց կարակի ավելի լավ առնելու, համենայն դեպս փորձանք չի բերի։ Սպասենք արդյունքի։ Ուղիղ 14 րոպե է անցել, սիրելի հետևորդներ ջան, ես ուզում եմ ձեր հետ միասին նայենք, վաու, արդեն սկսել է կարմրել, բայց ուզում եմ, որ մի փոքր կարմրի, ու այո, ճիշտ էլ հիշում էի, 18 րոպե լրիվ բավական լինել, փաստորեն Ջիմա Ալեքսիս էլ անհամբեր սպասում։ Գրածը 2, գրածը սրո։ Սիրելիներ ջան, արդեն բերել եմ ափսեն, վաու, տեսեք ինչքան ընտիր է ստացվել, կարմիր և հաճելի։ Խնդրեմ։ Եկեք նայենք ու ուզում եմ հասկանալ։ Ես ընտեմ։ Այո, ինձ դուր եկավ այս տարբերակը, քանի որ կարագով մի տեսակ ավելի հյութեղ էր ստացվում, իսկ սենց հենց եգիպտացորենի համին եմ զգում։